եկեղեցու հանդեպ հերթական բռնաճնշումները, հերթական գրոհը, որը նոր թափ եւ տեխնոլոգիական զարգացում է ստացել եւ փորձենք միասին հասկանալ թե ինչ առասարակ կատարվում, հա։ Եկեք գանք բանից Ստյոպիկից, այն է Ստյոպիկ այդ բանը, հա, Ասատրյանը, նախկին Արամ Ասատրյանը, նախկին Տեր-Արամը, Ստյոպիկ Ասատրյանը։ Ուրեմն ինչ տեղի ունեցավ, հա, սենց բանով տենց գանք, ինչ որ խրոնոլոգիա, մարդիկ չեն հետևել շատ, գիտեմ, որ շատ մարդիկ մեզ ասում են, որ մեզանից են նորություններ իմանում։ Գիտեք, որ կարգալույծ արվել այդ Ստյոպիկը, դա մենք հասցրել ենք նախորդ թողարկումներում խոսել, եւ դրանից հետո ինքը որոշում ամեն դեպքում, որ ինքը շարունակում է մնալ քահանա, ասում է, ախպեր, ես չեմ ընդունում մի խոսքով ձեր բաները, ձեռնադրումը ընդունում է, որ կաթողիկոսների ձեռնա, բայց բանը հակառակը չի ընդունում։ Այո, ասում է, ոչ, ես մնում եմ ստեղ, անելու եմ ծիսակատարություններ, չեմ ընդունում այս որոշումը, որովհետև այդ մարդիկ, որոնք այդ որոշումը կայացրել են, իրանք իմ համար ավտորիտետ չեն մի խոսքով եւ ոչ էլ ինձ վերադասեն եւ այլն եւ այլն։ Դրան գիտեք, միանգամից միանում է ուրեմն Նիկոլը, որտեվ այս ֆեյքը, այս բանը, հա, Ստյոպիկը ասում է, որ ինքը վաղը, արդեն Կիրակի օրը, ուրեմն պատարագ է մատուցելու Հովնանավանքում եւ ասում է մի խոսքով ժողովուրդն է գալու, յա 10,000 հոգի, տուդա-սուդա, հանգարց ուրիշ քահանա չուղարկեք, բախումներ չանեք եւ այլն, առասարակ սրանց քարոշական գիծն է, որ երբ եկեղեցին հանդգնում է ուրեմն դեմ կայնել իր փաստացի իր տիրապետման տակ եղած ուրեմն շինությունը պղծելուն, եկեղեցին պղծելուն, ուրեմն իրանք ասում են, որ դուք բախման եք տանում, ախպեր, վկայական չեք տալիս, բան դհելել եք ժողովրդի դեմ, սենց էշ բաներ են խոսում, անկեղծ եմ ասում, ֆանտաստիկ բաներ են մեկ-մեկ խոսում, այսօր կկարդամ մի երկու դրանց պրոպագանդիստների խոսքեր, եւ մի խոսքով Նիկոլ ասում է գնում ենք, Նիկոլ ասում է գնում ենք, ու այսօր ինձ առաջին ձեռքից տալիս են տեղեկություն, ես սա հրապարակել եմ նաեւ ուրեմն իմ Facebook-յան էջում, ուրեմն որ պատկերացնեք, հա, Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը իր ենթակայության տակ եղած բոլոր կառույցներին պարտադրել է ընտանիքներով մասնակցել վաղվա այդ ծիսակատարությանը, այսինքն կարող պատարագին մի խոսքով, եւ ուրեմն ասել է, որ եթե ինչ-որ մեկը չմասնակցի, աշխատանքից կզրկվի։ Այդ մարդիկ էլ տենց պարտադրված, ոնց որ չիմանալով ինչ անեն, որտեղ չեն ուզում աշխատանք կորցնեն եւ այլն, հիմա գնալու են փաստացի մասնակցեն։ Այ առանց այդ ինֆոյի վերանալով այդ ինֆոյի արկայությունից, հա, այսինքն կա չկա, պարզա չէ, որ միշտ իրանք օգտագործել են վարչական ռեսուրս, տարոն Արտուր Չախոյանը դա ապացուցեց, ցույց տվեց, Սյուզին Բադոյան չենք խոսում կանի անգամ, բացա Յոսիլյանին, որը որ ըստ էության ինքն էլ է ասում, որ սենց բան կա, գումարած դրան, վերջին օրերին այդ Ստյոպիկին պաշտպանող մարդկանց մեջ իրավապահ համակարգից մարդիկ են հայտնաբերվել։ Ըստ էության այդ մարդիկ իրանց պահում են ու բացի են, որ քողարկված քաղաքացիական հագուստով, նաև իրական ոստիկանական համազգեստով մարդիկ վերահսկում են այդ տարածքը, պլյուս գնելներ, մնելներ եւ այլն եւ այլն։ Այսինքն Ժորժ ջան, վաղվա պրոցեսը այն ինչ որ պետքա լինի վաղը, այսինքն այդ ըստ էության եթե կարգ մատուցելու իրավունք չունեցող մարդը կարգա մատուցում, դա պղծում է ինչ որ ձևով, ես չգիտեմ մոտավորապես ձևով հստակ պղծում է, ավելին ասեմ, օրինախախտություն է դա, այսինքն օրենքով ոստիկանությունը պետքա թույլ չտա, որպեսզի մայրաթորի բալանսի վրա այսպես, հա, պետք է բան տենց կենցաղային պետք է ասենք, թողենք հələ որ հոգեվորական կողմը եղած շինության մեջ ինչ որ Լևի Ստյոպիկներ նույն լոգիկայով կարար Ստյոպիկ Սաֆարյանը որոշել, որ այդ Կիրակի ինքը այդտեղ անում է պատարագ, ու կարա լինի այդտենց։ Արի մենք մի բան պատկերացնենք, արի պատկերացնենք վաղը ես ու դու գնում ենք մտնում ենք կյանքի խոսքի եկեղեցի, ասում ենք այսօր Կարոզը մենք ենք կարդում։ Մեկն էլ հելում ասում ոնց ասում նստի ոչխար։ Յանի տենց եմ հասկացել հովիվ։ Հա հովիվի պատ տենց է նստի ոչխար։ Ես ու դու մտնում ենք ախպեր ես այդտեղ ու ասում ենք մենք ենք անում ախպեր։ Դու ասում ես մենք ենք անում, ես ասում եմ ալելույա։ Ես ասում եմ մենք ենք անում, դու ասում ես ալելույա։ Կակաս մեր տան դեմը հենց կա, գիտես չէ։ Խնդրեմ։ Ինչա տեղի ունենում դրանից հետո։ Կյանքի խոսք եկեղեցու, այսպես է, ինչ եկեղեցին, կյանքի խոսք աղանդի։ Ներկայացուցիչները զանգահարում են բան։ Ոստիկանություն։ Ոստիկանությունը գալիս է, ասում ոնց արա։ Արա մենք սրանց ուզում էինք կակրած բռնեինք արա։
լավ, ես դու չէ, մեզ չեն ուզում բռնեն ենթադրենք։ Մենք չենք ճանաչում։ Բայց ինչ են անում մեզ ապեր, ցանկացած այլ քաղաքացու։ Բռնում են ու տանում են ոստիկանություն։ Ապահովելով կրոնական ազատությունների մասին օրենքի սկզբունքները եւ թույլ չեն տալիս, որպեսզի մենք չունենալով իրավունք այդտեղ քարոզչություն անելու, ալելույա, անենք քարոզչություն։ Հասկանաս, այսինքն սրանց պարագայում Եհովայի վկաններ, աղանդավորական այլ շարժումներ խնդրեմ չունեն։ Բայց ինչ վերաբերում է եկեղեցուն, այդպիսի բան չի լինելու ախպեր։ Ոստիկանությունը հակառակն է անում հիմա, համազգեստով եւ ոչ համազգեստով ոստիկաններ պաշտպանում են։ Բան դեպ ասեմ քեզ, այն օրը տեսա մի հատ ոստիկանի անվանական չեմ հիշում անունը, որ ասես մեծ պրոշներով ոստիկան էր աղջիկ, որը մտել էր ու գրել էր Տեր արամ, մենք ձեր հետ ենք ու անեցքներ մնացածին։ Հետո մտա տենամ գործող ոստիկան ախպեր, արեք այդ աղջիկը։ Իսկ իրանք անթակույց բացա այդ դրանց ֆորմեն չեմ տարբերում, Հա։ Բայց պրոշներից ելնելով դժվար է կոպարեկլներ։ Կարող է Չգիտեմ, իմ տեսած պարեկը համենայն դեպս պարեկային համաբանի համաբան։ Դե կոպարեկներ կանաչ շորերով չեն։ Դա ինչ իմանամ, չգիտեմ ինչա, կարող է տենց բան, օրինակ տոնածառի թփերով են, ես չգիտեմ էկոպարեկները ինչ տեսք ունեն։ Պատիպի ինչ-որ բան էկոբանով չել են ճիշտ տեսա։ Ինչևէ, արի գանք խրոնոլոգիայով, հա, այս ասում ժամանակ առ ժամանակ sense թռնում ենք, որպեսզի թեման ամբողջական լինի, բայց վերադառնալով այնտեղ ինչ էին սրանք անում։ Ասա որոշեց, որ ինքը պետք է օրինակ անի պսակադրություն։ Եվ ինչ որ մարդիկ, որոնք ամուսնանում էին, չիմանալով էլ այդ բազարների մասին, ոնց ասում կամ շատ չխորանալով այդ բազարների մեջ, դե կարելի է հասկանալ, որտեվ ամուսնությանը նախորդ օրերին վստահաբար այն փուլը չի քո տեղեկացվածության մակարդակի, երբ որ դու անդադ նստած ինչ որ բաներ ես կարդում, ուրիշ բաներով ես զբաղված, ասենք, եւ այդ մարդիկ գալիս են տենց, որ այդ իրանց պսակադրությունը արվի, այս Տեր Արամն էլ նախքին, հա, հիմա Ստյոպիկը նախապես ասել էր, որ ես եմ անցկացնելու, ախպեր ջան, ես եմ Ստուքանան, ես եմ անցկացնելու։ Ու ի պատիվ լրագրողների եւ այստեղ էլ օբյեկտիվորեն պետք է Սյուզին առանձնացնենք, որտեվ իրականում ինքը ֆանտաստիկ աշխատանք էր արել ու նաև իր վրա ուրեմն հարձակումներ էր տեղի ունենում։ Ինչ որ հայհոյող ինչ որ մուտանտներ, չկնանիկ, որոնք կնոջ կերպարը չունեն, ինչ որ գյադեք տենց ինչ որ եկա տարիք առած արա էշի ծնունդներ, Սյուզին ինչ որ վիրավորական արտահայտություններ եւ նույնիսկ ինչ որ ֆիզիկական ինչ որ ներգործություն էին ուզում իրականացնել, բայց Սյուզին դե բանա, բայ ոյ աղջիկա մի անգամից տեղը դրեց դրան։ Փորձված։ Էս են կոպարեկներ, էլ դեմքներին նայ։ Ֆորմեն ու դեմքների։ Այսի չի տեսել, օքեյ։ Էսա, կոպարեկի ֆորմեն ուրիշ է։ Ինչևէ, ուրեմն այս մարդիկ, ովքեր այդ եկել էին այդ միջոցառումը անցկացնելու, իրանք ուշքի են գալիս, այսպես ասածա, դարձի են գալիս կարելի ասել։ Եվ փրկում են, փաստորեն լրագրողները փաստացի փրկում են այս մարդկանց այդ իրավիճակում հայտնվելուց եւ հայրը Փեսայի ոնց հասկանում եմ կամ չգիտեմ մի խոսքով ոնց հասկացա Փեսայի հայրն էր որոշում ասում է այս Ստյոպիկին ասում է Ստյոպ ջան քել բեր դու գնաս դու աղբեր ջան այս մյուս քահանան էլ ով իսկական քահանա թույն քանի որտեվ մենք ուզում ենք որ դա արտոնացված լինի եկեղեցու ոնց է կոչվում այսինքն բան արը դա դրա համար տվի վկայական աղբեր դե գիտես մենակ թղթի հարցը չի ստե էլի ակնհայտորեն այսինքն պաշտոնական լինի այսինքն մենք եկել ենք ստե որ դա լինի վավեր լինի դա ճանաչելի լինի եւ ընդունված լինի դա դրա համար աղբերս ոնց որ գնաս Apple-ի խանութից հա առնես Huawei դուս գաս այո Բայց Apple-ի փող ես տվել ես iPhone 17-ի փող քեզ տալիս են հին Huawei կամ տազա Huawei ասում են վեկալ ասպես աղբերս ես Apple-ի խանութ եմ չէ եկե մատ կարակ Apple-ի վաճառող գտնենք ստե լավ համակարգը տենց ինքը Huawei է իր էությամբ բայց Huawei լավ բաներ էլ արտադրում այստեղ հանգարց ապա լավ Huawei բռնողներին չնեղացնենք հա չէ Huawei թույն բաներ արտադրում է Sputnik-ներն ի բան էսի մի հատ բան դեգեներատ է որը խոսքի մեջ էլ չի կարա ինքը որևէ ինտերվյուն է դրան հա մր գիտես չի խոսում է ասում է շուտով հանրությունը կիմանա ով որտեղ է մազերը կտրում այսինքն միջև էս վիդեոների տարածումը ինչի մազերը բայց հարցը է դա Դե ես չգիտեմ։ Ես էլ իրանք սկսել են ուրիշ տեղեր մտնել, ինչօգելով գլխի մազերի հետ չի կապված։ Կարա լինի, ամեն դեպքում, եթե մենք երբ որ գանք արդեն այս տեսանյութեր եւ այլն, այդտեղ ակնհայտ է, որ սա տիրապետել է այն տեղեկությանը, որ շուտով պետք է ինչ-որ սլիվներ լինեն։ Արա, բայց արի հա շարունակ եկելի խրոնոլոգիա ոնց որ սկսել ես։ Գալիս է փեսուհերը ասում է Ահմեդ ջան հաջող։ Աստյոպիկին ասում է գնաս լուց։ Հետո գալիս է մի հատ կնունք։ Հա, հետո գալիս է մի հատ կնունք, որը
էլի չեղարկվում է։ Էլի ես ասում են Աբեր ջան գնա։ Ստեփան ջան։ Ու սրանք ջոգում են, որ ԿՊԱ-ները նկատի ունեմ, ջոգում են, որ իրանք ունեն նպատակ քարոզչական, որպեսի լեգիտիմացնեն սրան։ Ցույց տան, որ իբր ինքը վայելում է ինչ որ հարգանք եւ պատիվ եւ լիազորություններ են իրան տալիս համապատասխանաբար այդ մարդիկ, որպեսի ինքը անցկացնի ծիսակատարություններ, պսակադրություն օրինակ։ Գնում են գտնում են մի հատ ԿՊԱ-կանի աղբոր։ Վլադիմիր Վարդանյանի եղբորը։ ԿՊԱ-կան Վլադիմիր Վարդանյանը ո՞րն է։ Այդ դժվար են լինի։ Չէ, ինչ որ գյուղից էր ոնց որ։ Չեմ կարծում նրա եղբայրը լինի։ Նրա եղբայրն էր աստեղ։ Վլադիմիրի եղբայրն է։ Լավ, մի խոսքով արի։ Ինչև էական չի, ԿՊԱ-կանի։ Հələ պաստանովշտի հարսարիք էր ալու։ ԿՊԱ-կանի աղբորն են գտնում, ասում են ապե պետք է ամուսնանաս։ Էսի բա ոնց բան աղբեր ես, պետք է ամուսնանաս։ Ասում ես արդեն ամուսնացած եմ, ասում եմ մի հատ պետք է ամուսնանաս նույն մարդու հետ։ Որովհետեւ եկեղեցու։ Բերում են, մի բա հասկանալի չի, գուցե իսկապես այդ մարդը պատրաստվում էր ամուսնանալ, գուցե չէ, չգիտենք։ Փաստն է, որ հատուկ բերում են այս երկուսին, ասում են, ոչմ ձեզի ստյոպիկը պետք է կնքի։ Ստյոպիկս էլ կնքում է սրանց, խոսում է բաներ, որ եթե կապ ունի, ամուսնացնի, մի խոսքով ամուսնացնում է այս երկուսին ու ուրեմն հետո էլ անց են կասնում մի հատ էլ նման բովանդակ ինչ որ մկրտություն ոնց հասկացա առասարակ ծանոթով, այսինքն սրանց այս նույն տրամաբանության մեջ մեկին գտնում են կարող ասում են աղբեր ջան, շում թամադայի փողը կտանք կամ ասենք արաղի փողը մեր վրա աղբերական թոմեր ստյոպիկ է էլի ձեզի ամուսնացնի, դե մարդիկ էլ գիտեք էլի շատ դեպքերում ասենք փողից մի քիչ նեղված են բան են, դաժե ես վստահ եմ հիմա էլի կգտնվեն տենց մարդիկ, որոնք կոմերցիոն, սա առաջին էսկորտ հոգևոր ծառայությունն է։ Խորացեք։ Արա էսկորտ հոգևոր ծառայություն։ Ինքը այսինքն կոմերցիոն հիմքերով, չունենալով իրական լիազորություններ եւ իրական առասարակ ես ոնց հասկանում եմ նաեւ աշխարհայացք եւ հավատ, որտեղ հավատ ունեցող մարդը sense բաներ չկա։ Անհնար է։ Ես որ աղբեր ջան, աթեիստ մարդ եմ, վատ եմ զգում ես ամեն ինչից, հավատ ունեցող մարդը вообще պետք է գժվի։ Հիմա սա ակնհայտորեն, որը ոչ հավատ ունի, ոչ բարոյականություն ունի, մի հատ շարքային ստյոպիկ է մի խոսքով, ստյոպիկ Սաֆարյանի այտենց ուրիշ տարբերակ է։ Ու սա կոմերցիոն ծառայություններ է մատուցում, ուրեմն դերասանական փաստացի բան է, հա, ինքը հակում է։ Այդ շորերը բան դերասանական, դա ատրիբուտիկա է, դա ակ բան է։ Ռեկվիզիտ, այո, ինքը ունի այդ ռեկվիզիտը, հա, ես չգիտեմ, այդ խաչը վեկալել են ձերս չեն վեկալել, կարող գնացել է վերնից հաշու ծառայել է մի հատ ուրիշ բան։ Դա պրոբլեմ չկա, գբերեն Նիկոլեն, ինչ է։ Ինքը կոմերցիոն էսկորտ է, մի խոսքով, սա էսկորտ է, ու ես ապշում եմ, որ ինչ որ մարդիկ համաձայնում են, որպեսզի էսկորտ ծառայություն մատուցողը, թեկուզ եւ հոգեվոր էսկորտ ամուսնացնի իրանց աղբեր։ Արա, այդ մարդիկ հավատում են, չէ՞ եկել։ Տանկա բերես, ասես, ոչմ, արա, նույն բանն ասենք։ Որ լիազորությունները նույնն են աղբեր։ Այդ մարդը չունի լիազորություն, Պուտանկան չունի լիազորություն, Գնել Սարգսյանը չունի լիազորություն, Ստյոպիկ Սաֆարյանը չունի լիազորություն, ու լիքը այլ մարդիկ չունեն լիազորություններ, ուստի ինչ տարբերություն։ Այնի գոնե վիզուալ հաճույք ստանաս, ասենք, կարելի է լավ ծիտ բերել, ռուս, ասել դարագա է, просто тут стой, բան։ Բերում են ինչ որ մի հատ իբիոմատի, ասում են դու ես աղբեր, Ստյոպիկ ջան։ Լավ, ես զերծ կմնամ մեկ դեպանելուց, մենակ մի բան ասեմ, նորից Ստյոպիկ Սաֆարյանը դու նկատել ես մեր թղթի մեջ Ստեփան Ասատրյանի փոխարեն թեմայի վերև նկատել Ստյոպիկ Սաֆարյան։ Համստեղ միտեղ կա, ասում է Գնել Սարգսյանը պաշտպանում է Ստյոպիկ Սաֆարյանին։ Եթե մենք ելնեինք մեր այս մենակ գրածից, կարայինք բայց դեպք ես ասեմ, երեք գիշերը Ստյոպիկ Սաֆարյանը անց է կացրել Գնել Սարգսյանի հետ։ Չէ, լավ։ Հա, բան եմ ասում։ Այսինքն իրար հետ միտեղ են մնացել։ Չէ, on-line տիրույթում առնվազն, գուցե նաև off-line, ես չգիտեմ, բայց on-line տիրույթում ակնհայտորեն, որտեվ ես հետևում էի, գիտես, մինչև ժամը 5 մոտավորապես առավոտվա, սրանք վրա բաներ էին գրում, մեկը մյուսին մտնում կոմենտում, բա մտիլի image վիդեոներս նայի, բան այսենց իրար հետ պասերով բաներով, հա, նաև գիտեք, որ Գնել կոչված է, ալկոգոլիկ է, նիպանյատնի անգրագետ անասունը, դա ուրեմն իրա վրա վերցրեք քարոզչական գիծը ոնց հասկանում կամ գոնե մի թևը դրա տեսանելի թևը։ Հա, ուրեմն սա գնում է մոտնա Քահանայի սենյակի Ստյոպիկի հետ, այս ոչ թե Ստյոպիկ Սաֆարյանի, այլ Ստյոպիկ Ասատրյանի։ Ուրեմն Ստյոպիկ Ասատրյանը մոտնում են քննարկում են բան ու ինքը այդ Facebook-ում գրում է այդ իր հիմարությունները, բայց մեկ ուզում ես էսի դու էլ չգիտես, կարդամ կցնդես, sense բան։ Արա, sense բան չկա, լսեք ինչա գրում ես անասուն, արա ես ասես բաներ, ասենք, նայ ինչա գրե այսօր։ Կարդում եմ։ Ստյոպիկ Սաֆարյանը։ Գնելիկը։ Գնելը։ Նա ինչա գրե։ Գրում է, չկա sense բան։ Նայեք, էսի պատվոտկենա, որ հիմա սենսացիոն բանա հնչելու։ Հաշվի առնելով հանրային լայն աջակցությունը, կա հանրային լայն աջակցություն։ Որը որ ռոսպեկտ չի տենում։ Այո։ Ու
վաղվա պատարագին մասնակցության ցանկություն հայտնած բազմահազար քաղաքացիների արձագանքները։ Բնականաբար գաղափարակից ընկերներով տեղում որոշեցինք որոշ տեխնիկական պատրաստություններ տեսնել։ Նախ ծանոթանալով գնացել են դե տեխնիկական դե ասում են մասսական միջոցառում է դառնում։ Միկրոֆոններ են բանա, պետք է մեծ լինի։ Ավելի սիրուն լինի։ Չէ, դա միկրոֆոններ, էկրաններ, բաներ, շոու են էլի անում։ Նախ ծանոթանալով եւ ընդཐུպ նախ ծանոթանալով ու ընդཐուպ ընկերանալով բնակիչների հետ կարողացանք մարզպետարանի հետ կոնտակտային համար գտնելն է, կարողացանք համար գտնել, ինձ բարդ էր արա, մարզպետն էլա իրանց շունը, դու էլ ես իրանց շունը, դու բարեկամ եք ինչ որ առումով կարելի ասել։ Կարողացանք հայթայթել մարզպետարանի կոնտակտները, շատ ծանր էր, բայց կարողացանք։ Ուրեմն գտան այդ կոնտակտները, նաև նրանց օգնությամբ ձեռք բերեցինք որոշ սարքավորումներ, որպիսի պատարագը լսելի լինի նաև ժողովրդի ու հավատացյալների այն հատվածին, ովքեր հնարավոր է չկարողանան հենց այդ պահին տեղավորվել եկեղեցու ներսում։ Առանձին շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս մտահաղացմանը բլա էսի չի ական։ Մի խոսքով բլա էսի լայշություններին չորացում, բայց գալիս ենք իմաստին է, որ չկա sense բան։ Հիմա լսեք։ Արա sense բան չկա, լսի, իրոք sense բան չկա։ Ուրեմն երբ ասում մենք ընկել էինք մեր գործով, Տեր Արամն էլ իր աղոթքով։ Ջոգիստը նշեց, որ ինքը Աստծո մարդ է։ Մենք գործ էինք անում, ինքը նստած աղոթում էր։ Աղոթում էր երևի քո հոգու բանի փրկության համար, բայց ձև չկա։ Քեզ մյուտ են արել վերևը։ Ես քեզ հավաստիացնում եմ։ Վերևից մյուտ է։ Բաները խոսում է, չի լսվում է, ախպեր, նիխույա այդ ով որ պատասխանատու է քո համար, ինքը դու ջնջել է քեզի։ Չկաս դու էլ, չկաս։ Հիմա նա ինչ ասում, ասում են նստած աղոթում էր, մենք էլ գործ էինք անում։ Ուրեմն այս ժամանակ աղոթքը, երբ վերջացնում է աղոթքը, Միկին մոտենում է Տեր Արամին ու խնդրում թույլատրել վաղը պատարագին երգչախմբի հետ երգել։ Փակագծում եկեղեցին փոքր երգչախումբ ունի, մոտ 4-5 հոգի ու բնականաբար դրա պակասը շատ կա։ Ինչին ի պատասխան ուշադիր, հեսա ասել բիբլիական պատասխան դասա, լսի, ինչին ի պատասխան Տեր Արամը ուրախությամբ պատասխանում է։ Ես հենց նոր աղոթում եի ու խնդրում Աստծուց, որ մի հոգի լինի, ով կամավոր կմիանա ու կերգի խմբի հետ։ Պատկերացնում ես լժե պրարոկ։ Արա նայ, հենց նոր աղոթում էր, որ մեկը գա, նայ, բան չունի էլ աղոթել, քաքի մեջ արա, հելելա կաթողիկոսի դեմ, սուտ մատնություններ, եկեղեցու դեմ, ստե ինչ որ ալկալ գնելներ եկել, բան ինքն այն չէ, աղոթում է, Աստված ջան, թող մեկը գա, մեր երգչախմբին միանա երգի։ Ու հրաշք կողքից մի անգամից մեկը գալիս է ու ասում է Տեր Արամ կլինի գանք երկենք ու վայ հենց նոր աղոթում էի լրիվ մաթոս հենց նոր աղոթում էի կտականան նստյոպիկի Ղարաբաղը միսօրը դառնա գժա դու ջոգի բայց ինչ տիրում բողոք բանա դառնում աղանդա դառնում ջոգում ես 1500 լայք կոնկրետ աղանդա դառնում աղանդա այն ժամանակ ասում էինք բան գնելա բան ստյոպիկա թու բլեծ Նիկոլա ստյոպիկական հիմա դառավ Նիկոլա գնելա ստյոպիկական արա դուք վերջն եք ախպեր ես չգիտեմ այն մարդ ով որ կարդում է սա ու ես չգիտեմ էլի արա հավատացել մարդկանց էքսպլոտացիա են անում լուրջ չէ միանշանակ շահում են այս մարդը որ հավատացյալ է իրան սենց բաներով կարող է տարեց մարդիկ բան ասում են ջոգ մեզ մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ որ սերի կարծում ես կլինեն մարդիկ որոնք կասեն արա հələ նայ է Աստծո հետ լիշ կապի մեջ է պահի տակ գնելի բանը կարդանասեն արա հələ Աստծո հետ իշ կապի մեջ է մի բերան մի բան խնդրեց վարքյանական այդ ամենը նայ ես ինչ եմ առաջարկում ուրեմն այն մարդկանց ովքեր գնալու ես վստահաբար մեզ նաև կնայեն կամ կտորներ կնայեն մարդիկ, որոնք նիկոլական են, գնալու են այդ միտինգների բաների, գնացեք մի բան խնդրեք այդ Դալբայոբին։ Ասեք իմացանք, որ մոտդ լավ է ստացվում։ Մի երկու բան խնդրեք, ասենք։ Տենանք հələ ոնց է դա աշխատում, էլի թե մենակ այդ երկշախմբի վրա է աշխատում։ Հետաքրքիր է, էլի այդ հրաշագործությունը։ Էսի արա լրիվ սեկտա է։ Ես մի անգամ ուրեմն կավենով մեր գնացել ենք, շա ուսանողական տարիների բան եմ ասում, գնացել ենք Ռուսաստան, Մոսկվա, այդտեղ մասնակցում ենք կավենի եւ մեզ բերում են միացնում են մեր թիմին։ Մի հատ հայկական թիմ, որը Մոսկվայի թիմ է։ Ասում են ախպեր իրար հետ պետք է ելույթ ունենանք, որտեվ ձեր մատերիալը քիչ է եւ այլն, ու ժամանակ էլ շատ քիչ ունենք, ու այս մարդիկ ասում են ախպեր, գնանք մեր եկեղեցում ռեպետիցիա անենք։ Ասում ես ախպեր ինչ եկեղեցի։ Կապում լսել է, որ ինչ որ մի շենք, որը եկեղեցի չի, ասեն եկեղեցի։ Ասում են շիզոֆրենիկ ես ախպեր։ Ոնց կլինի եկեղեցում կավեն ռեպետիցիա անենք, ասում անգերեսի քո իմացած եկեղեցին չի, նորմալ է, մեր ստե եկեղեցին է։ Բան ասում լավ, ախպեր, օքեյ, արա գնում ենք թույն շենք, հա, բիզնես կենտրոն։
Էդի կյանքի խոսքի Մոսկվայի մի հատ տես մասնաճյուղը բոմբ ձենա դրած, այդ կավենի ձենն է, տես ձեն չէր, որտեղ իրանց համար շատ կարևոր է ձենը, որտեղ իհարկե քարոզի համար, իհարկե, բայց խեմ ասում լավ միկրոֆոն դնենք։ Վեր կաց։ Ու ինվալիդին ասում, ու ինվալիդը հելնում է։ Մամա երբ նայել է մնացի, չէ, դե պարզ է, որ ճակերտավոր է։ Սրա ոնց որ ճակերտավոր էս երկչի եկածը։ Նույն բանն է, էս արա ես գնացել եմ այդտե։ Սենց ոնց են այդ բաները խոսում։ Էսի օրինակ դες բաները լավ կաներ են, որ գալիս է տենց հոգին մտնում է մեջ, սենց բաներ անում։ Աստված, ոնց բաներ անում, եկես վեր կաց։ Որ էս ինվալիդը սենց մի րոպե ցավը տանեմ։ Ու չոտքի քայլում։ Քայլում, ասենք ասում ապա չում լուբե բանի վրա աշխատում, ասենք, արա սենց ադի։ Վեր կաց։ Ու էրեկցիա մի անգամ իջոգիր, ասենք, օրինակ Նիկոլը խնդրել է հիմա տենց անեն հաստատ։ Մոտը նստած է ասում են, էս մի 15 տարի։ Ուռոլեկների գործը Վեր կաց, հա, լուբե բան հելցնում են մի խոսքով, էլի, ստյոպիկի ուղեղը, ասենք Նիկոլի համապատասխան տեղերը։ Գնելի մոտել են տենց անում։ Հա, ուզում եմ ասեմ, այդի, այ օրինակ ակնհայտ է, չէ՞ որ դա աղանդավորական մոտեցում է, երբ որ այդ տենց էշություններ ես դուրս տալի, որ հենց նոր աղոթում էի դուք էլ եկաք, բան։ Մի խոսքով այսպես ջիշովի բաներ են անում։ Բայց ամենակարևորը ընկեր, ինչա տեղի ունենում դրանից հետո։ Իրանք ջոգում են, որ այսքանով հանդերձ չեն կարող իրանք ապահովեն Կիրակի վաղվա այդ խայտարակությունը։ Այո։ Եվ ինչ են անում ախպերս։ Ուրեմն Արագածոտնի թեմի քահանաներին քնչական կոմիտեն մի քննիչ, մի մարդ ծանուցում է, որ ժամը 9-ին վաղը բոլոր եկեղեցիների բաներին, քահանաներին ասում է 19 քահանա, ժողովրդի 19 քահանա ժամը 9-ին կանչում են քնչական կոմիտե հարցաքննության։ Եվ երկու սարկավակ, էդ էլ չում։ 19 քահանա, 21 հոգու, 21 հոգևորականի նույն ժամին կանչում են հարցաքննության ու կանչում է մի քննիչ։ Այսինքն արի պատկերացնենք, ասենք ժամը 9-ին, օրինակ ոնց որ բժիշկի որ գնում ես, ասենք բժիշկը մոտավոր ժամը, չէ՞, ասում 11:30 արի։ Չէ, որտեվ ասում եմ 10-ին մարդ ունեմ։ Ապրես։ Հա։ 11-ին մարդ ունեմ, հա, 11:30 արի։ 21 հոգի 21 հոգու ժամը 9-ին կանչում են հարցաքննության։ Արա ոյսի вообще կապ չունի, գիտես բանի հետ։ Արա Կիրակի օրը, արա Կիրակի օրով, ու գիտես արի անկեղծ լինենք, էլի։ Вообще կապ չունի, ինգեր, ինչ բան վաղվա օրվա հետ կապ ունի դա։ Կանչել է մարդը բոլորին, լսի։ Չէ, ոնց է, հա, նայ, քնչականը գերց անհրաժեշտ աշխատում է բոլոր օրերին, առավոտը շուտ։ Կիրակի օրերին հատկապես։ Ու մի քննիչ շատ քիչ են մնացել։ Մի քննիչը պետքա 9 հոգու սպասարկի, էլի։ Մի խոսքով, հետո այս քահանաներն ասում են ընկերներ ջան, նախ Կիրակի օրա 1, երկրորդ մենք ծես պետք է իրականացնենք։ Պատարակի կարգ պետք է մատուցենք։ Դուք պետք է, այսինքն նախ զբաղված ենք։ Այս երկուս։ Երրորդ, ընկեր ջան, մենք պետք է պաշտպան ճարենք։ Պաշտպանները այդ օրը Այս չէ՞ որ 21 հատ պաշտպան կարանք ճարենք, նույն պաշտպանը չի կարա երևի թե սաղին բանանի, ասում են հենց այդ ասում են որ կան մարդիկ, ովքեր ունեն նույն պաշտպանին, այսինքն մի մարդը համաձայն մի քանի օկու պաշտպան։ Պետք է մարդը, որտեղ իրանք վկայի կարգավիճակ ունեն, այդ դեպքում կարելի է էլի քրեականի ժամանակ ոնց ասում չի կարելի։ Այսինքն եթե դու մեղադրյալ ես էլի ու ասում են ախպեր ջան նաև մենք այդտեղ բան ունենք հա պարտավորություն ունենք մենք մեր չենք կարող այդ պարտավորությունները խուսափել ուստի Կիրակի օրը չեն կարող գանք բայց նայես նրանք ինչ են անում եմը կատակամի կողմ հա այսինքն իրանք լրիվ ամայացնում իզոլացնում են դաշտը դա եկեղեցիները կոնկրետ հա այսինքն ինքը այդ հոգևոր դաշտը լրիվ մաքրում ասենց այսինքն ինչ անում այսինքն այդ ժամին ուզում է որ մենակ մի տեղ լինի այդ թեմում ոչ մի պատարակ չի լինի հա պատարակը մի տեղ է այսինքն այն մարդիկ էլ ովքեր գուցե շատ տեղեկացված չեն այս ամենից, կլինեն տենց մարդիկ։ Իհարկե կլինեն, իհարկե կլինեն։ Մեզ խափում են կամ մեզ թվում է, որ բոլոր ամեն ինչից տեղյակ են։ Չէ, լիքը մարդ իր գործին է սաղոր ոչ ուրեմն ոչ էլ տենց Այախպեր ջան, բացի այդ ինքը ինչի վրա կարա ստավկա դնի Վաշ ջան։ Դե նայ, վարչական ռեսուրս, դա արդեն քննարկեցինք։ Վարչական ռեսուրսի ահռելի կիրառելություն այսինքն բոլոր այդ մոտակա քաղաքներից, մոտակա մարզերից այդտենց բերել։ Երևանից էլ չասեմ ինչքան մարդ է, սաղին տանելու են լցնանատե, մարդիկ տենց իբր իրանք բանը։ Ոնց Երևանի քաղաքապետարանի բանը է հաշվի, ստավկեն ուրիշ բանի վրա է նայում։ Նա ինքը մտածում է որ այդ հավատավոր ժողովուրդը, որ տենա որ տենց է եղել, գժված կգնա եկեղեցի։ Արա այս մարդը բախում է ուզում ջոգում է սարքի նայeb։ Ինքը այդ հույսն էլ կա։ Կարող է ինքը տարիշտի ստավկա է։ Բայց հաստատ կա այդ ստավկեն։ Օրինակի համար տես այդ հավատացյալները, ովքեր որ տեղյակ են։ Կգնան այդտեղ ասեն արա ուր եք մեր քահանաներին, տարի ուտե կդառնա կիլդիմ։ Կդառնա խփոցի այն մարդկանց, ովքեր որ եկել են ասեն ուրա, այդ մարդկանց կբռնեն, գնել են չեն բռնի։ Ինքը ի՞նչ անում։ Ինքը իրականում որ ուշադրություն դարձնես,
ինքը սիրուն ֆիզիկապես մաքրում է դաշտը, ֆիզիկապես ապե։ Ինքը չի ուզում ինձ ու քեզ բռնի, օրինակ։ Դաշտը մաքրելու համար իր համար վախենալու է այս դաշտը։ Հայ հենց հիմա 1900 հոգի մեզ նայում է ուղիղ եթերում, բրատ։ Իր համար սա խնդրեմ է, ինքը վախում է խոսքից։ Ինձ ու քեզ դրա համար է բռնում։ Մարդիկ կան, որոնք պրակտիկ գնում են փողոցում բոլոր միտինգներին մասնակցելու ու ինքը գիտի, որ միտինգին մասնակցած մարդկանց 100%-ից 5%-ն է ակտիվ։ Ինքը այդ ակտիվներին չեզոքացնում է, Գյումրիում ինքը այդ արեց։ Այն մարդկանց, ովքեր այդ ակտիվ մարդկանց են բերում փողոց, այդ մարդկանց չեզոքացնում է ֆիզիկապես Վարդան Ղուկասյանի ու մնացածների ձևով։ Պատկերացրիր Դավիթ Համբարձումյանի նման։ Ինքը ինչ անում, ընկեր ջան, ինքը այդ մարդկանց շարքից հանում է, որ այդ մարդ ներքևիններին շարքից հանում, ինքը թողում է անգլուխ ժողովուրդ, մարդիկ, որոնք ոչ մի մոտիվացիայով կարող է չգան կամ վախենան գան։ Ինքը էս է անում, ապե, նույն ձևի ինքը ուզում է չեզոքաստի եկեղեցու համար պայքարի պատրաստ մարդկանց։ Այսինքն ինքը արդեն անցել է ֆիզիկապես մարդկանց չեզոքացնելուն։ Հա, բոլորին չի գնդակահարում, կամ չի թողում, որ բոլորին գնդակահարեն, արի սենց ասենք։ Հա, բայց բռնում է ապե, օրինակի համար, ասենք, բռնում է ֆիզիկապես էլի չեզոքացված է։ Հիմա այդ մարդը բանտում է։ Օրինակ, Վահագն Չախալյանը բանտում է, անգեր։ Վահագն Չախալյանի այս չի որ շատ լավ կամ շատ վատ հարաբերություններ են ունեցել, բայց այդ մարդը բոլոր եկեղեցական թեմաների մեջ մարդ էր գեներաստում, ինքն ասում էր ես ստեղ եմ, ոգևորում են ինչ-որ մասայի գնում են։ Причем ինքը իրանով էլ դա տես պինտ մի 4-5 հոգի իրան իզոլացնում էին, հա։ Հիմի Վահագն Չախալյանը չկա, անգեր։ Սրբազանը, Բագրատ Սրբազանը չկա, բրատ, որը որ միշտ ասում էր ոնց արա եկեղեցուն բանեք, ասում հելանք գնացինք։ Բանը չկա, Միքայել Սրբազանը չկա, որը եւս այդ ժամանակ այդ եկեղեցու ներսի այդ բանն էր, Մխիթար Ռուբենն եկավ արդեն, բայց դեռ եկա ունենք մենք։ Բանը Պարտաճոնաշ մարդը։ Որ եկեղեցու քրիտիկական մտածելակերպն է։ Սամվել Կարապետյանը իրափայ չկա։ Վաղը կարա օրինակի համար Մխիթարյան Ռուբոն չլինի, այն մեկ է։ Այսինքն ինքը ինչ անում, ինքը ընկեր արդեն անցել է ֆիզիկապես չեզոքացնելու մարդկանց։ Ինքը իր վախեր ենքան է, իր հակաժողովրդավարական շփուլն են, հենց որ ինքը ֆիզիկապես, այսինքն ինքը չի ասում, ախպեր ջան, քահանաները թող գնան, ինքը ասում է կանչեք այդ քահանաներին, որ ֆիզիկապես այդտեղ չլինեն, ախպեր։ Այսինքն ինքը պոլնի գործադրում է իրավապահ բիրտ ուժը, իրավապահ համակարգը պոլնի շահագործման հանձն է։ Այսինքն ինքը պատերազմը հայտարարել իր բոլոր ընդդիմադիրներին, ով ինչ որ չափով իրան վնաս է տալիս, այդ մարդուն պետք է հանել ու ֆիզիկապես հեռացնել ապե թեմայից։